Բարոն Արասանջան, դուք ուրեմն Երևանի մեջ երրորդ հայագիտական միջազգային կոնգրեսի գիտաժողովի ձիրեններ աստեղ գտնվիք եւ ուրախ եմ որ մեր հրավերը նորարարչի երաթիդակ հաղորդաշարի ձիրեններս ընդունեցիք այս հրավերը զրուցելու քիչ պատմության մասին եւ հայկական ասենք այսօրվա ժամանակակից հարցերու մասին բնականաբար օրվա նյութերը շատ են պատմության վերաբերյալ դուք պատմապան եք հայակետ, արևելակետ, քաղաքակետ նաև վերջինը քիչ կասկածելի է որտեղ տեսա որ քաղաքագիտության նաև ուսումնասիրություններ ունի քաղաքագիտության ժամանակից պատմության ասենք ավելի ճիշտ այդպես եղած եք Լիբանանի մեջ հայկազյան համալսարանի դասախոս եւ վերջ անցած եք Միացյալ Նահանգներ Միչիգանի ուրեմն հայագիտական հետազոտական կենտրոնի դոնորենն եք ունիք բազմաթիվ գիտական հոդվածներ եւ այն անցնենք մեր գլխավոր այսօրվա ասենք թեմային որ վերջապես հայագիտությունը կարևոր դեր գրավեց իր կյանքի մեջ եւ մասնագիտության մեջ ինչ է այսօր հայագիտության իրավիճակը շատ լայն հարց է պետք է նաև ասել որ հայագիտությունը շատ լայն հասկացողություն է եւ մեջը դարբեր գիտագարքեր կամ ինչպես անգլերենով ասեն դիսցիպլիններ կան եւ վիճակը բոլոր դիսցիպլիններում այդ նույնը չէ եթե պիտի համեմատենք համաշխարհային միջինին հետ առավել եւս բավականին դարդղնված է աշխարհակրականորեն զին հայագիտությամբ գսպարին բազմաթիվ մասնակիցներ դարբեր երկիրներու մեջ եւ այդ ամենեկ երկրի ներքին պայմանները միջավայրը գիտական համալսարանական մթնոլորտը գաստե որ նաեւ շեշտակի դարբերություններ լան երբեմն մոդեցումներու կամ հետաքրքրություններու բարակային այդ իմաստով կխուսափի մեկ միասնական գարձիկ տալու Հայաստանի բարակային իմ գարձիկս է որ պետք չէ խորշիլ եւ ասել որ մենք շատ ընելիք ունենք որբեսի կարողանանք մոդենալ միջազգային լավ մագարտակի գան որոշ փորձեր կա նաեւ բարդատրանք կառավարության կողմէ չէ միջազգային հանդեսներու մեջ դպակրվելը կետե բարդաթիր դարձնելով դարբեր գիտնականներու համար բայց իհարկե միայն մեկ աստագն է եւ բարելավումը միայն վերեն հրանքով ու բարդատրանքով եթե կա շատ արդյունավետ չլար պետք է նաեւ ստեղծել այդ մթնոլորտը որ գիտնականները իրենք եւս գիտակցին որ ամեն մեկը ինքնին բարելավելու բարդականության դակ է եւ մենք այսօր գաբրինք շատ մրցունակ աշխարհի մեջ որ թաժան է մրցակցության բայկարին մեջ եւ ան որ չկարողանար ժամանակին հետ քայլ բայել կամ ժամանակի մագարտակին հետ քայլ բայել գվնասե այսինքն այդ իմաստով ես ուզեմ որ ավելի մեծ չանք տապվի եւ կառավարության ուժանդակությամբ եւ նաեւ մասնակիտական նախաձեռնություններով բարելավելու այն վիճակը որ Հայաստանի մեջ կա կան իհարկե բազմաթիվ անհատներ որոնք գիտակցին եւ իրենց գարելին գնեն գուզեի վրա շրջանակ ավելի լայնն է Եթե ավելի այսպես պատմագիտության տաշ դառնենք վերջապես հետազոտողներ գիտական հանդեսներու մեջ հրադարագության համար պետք է որոշ համալսարանական պատասխանատվություն, գիտական պատասխանատվություն եւ արդյոք այսօր Հայաստանի մեջ այդ մարզը, այդ մասնակցությունը այնպես էսպես որ գտասավանդվի արդյոք ընդունած է նորարարությունը, փոփոխությունը կամ ավելի լայն գարգինով իրականությունները չափելու, դեսնելու, վերադեսության ենթարկելու դերևս սովետական շրջանում մնացած որոշ պատկերացումներ հիմա պատմությունը այն ինչպես որ
ներեք ընդունված էր սահմանել սովետական ժամանակին համեմատաբար ավելի թույլ վիճակի մեջ է, քան թե մոդիկ գիտակարգեր, ինչպիսին հիմա որ գսեն մշակութային մարտապանությունը, cultural anthropology, կամ ընկերապանությունը, կամ Հայաստանի սոցիոլոգիա գսեն սոցիոլոգի, on գտնի որ վիճակը ավելի լավ է պատմութենեն, պատմության մեջ աշխատանք շատ ավելի պետք է լա, նախ ընդունիկ որ Հայաստանի մեջ պատմության քերազանց բաբես հայոց պատմությունն է, այսինքն արևելագիտության շատ փոքր խումբ մգա եւ քեթե Եվրոպայի մասին, ալչեմս էր Ապրիգեի կամ արևելյան Ասիո մասին քրող մասնակիցներ, որոնք ինչ որ նորարարությամբ գսպավին քեթե չունիկ, այսինքն շատ նեղ է եւ հոն գարձեմ որ փոփոխություններու թափը պետք է շատ ավելի արագացվի եւ մարդիկ որոնք գիտեն որ ես շատ ուրախ չեմ վերջին տարիներուն ընդհանրապես որ բավարար աշխատանք չի դարվի գարձեմ որ շատ ավելի աշխատանք պետք է դարվի որ այսպես միջազգային միջին մագարտակին մեջ ապահով դեղ կրավելու համար թե Հայաստանի պատմաբանները նորեն ասեմ որ այնպես որ պատմություն բարը սահմանվեր սովետական ժամանակ եւ դեռ այդպես կշարունակվին դարբեր հաստատություններ, ինստիտուտներ կամ ասենք թե դարբեր ամբիոններ շատ ավելի անելիք ունին, քան տեսենք այդ մյուս երկու մասնակցությունները, որոնք արդեն վերջին տարիներում բավականին աշխատանք դարած են, իհարկե իրենք կարող են առաջընթացի դեղ, բայց այնտեղ գալիս ավելի գա այդ մեծ գիտակցությունը, որ պետք է բարելավվի, հուսով եմ, որ ադիգա նաև ավելի կդարածվի պատմաբանելու շրջանագին մեջ։ Ինչ համար այս հարցը ինձ իգր կարևոր է, որովհետև այսօրվա դրությամբ կտեսնենք, որ պատմությունը ինքնության սահմանումի մեջ կարևոր դերակատարություն ունի ինքնասահմանումի մեջ, եկեղեցու ըմբռնումը, եկեղեցականներու եկեղեցու դերի ըմբռնումը, կամ քաղաքագետներու բերական մարդոց ըմբռնումը, ընկալումը ինքնության, որ հայությունը ինչքն է, Հայաստանը ինչ պետք է լա, ինչպիսի հարաբերություններ զարգացնե իր տրացիներուն հետ, հատկապես թուրքերու եւ ադրբեջանցիներու հետ եւ այլն, այս պատկերացումներու մեջ բնականաբար հինեն եկած պատկերացումները եւ ընկալումները, սպասումները մեծ են եւ այսօր հեղաշրջումի շրջանը անգյունաթարցումը պատերազմը 2020-ի պատերազմով կարծեք նոր անգյունաթարցումն է որ հաստատված է նոր թաշտը նոր փախումնալի նաեւ որքանով ասեմ այսօր ընկերային բանջը քաղաքական բանջը pedagogan բանջը կպայմանավորե նաեւ պատմության գիտության փոփոխությունները պատմության ողբերգությունը այն է որ իբրև գիտություն պետք է նմանը լա այլ գիտություններու չափանիշներուն բայց ենթադրենք սոդիումը կամ թթվածինը սկացում չունին արավել եւս մենք ուզածնից կրնան գնել իրենց հետ մեր գիտական փորձարկումներուն ժամանակ փարոյական հարցեր չի կան երկրորդը որ ներգայիս առաջալ ավելի բայց կարծեմ վերջին մի քանի 100 տարին ավելի շեշտված է որ պատմության հղում գարվի ինքնությունը մեկնաբանելու համար այդ իմաստով հատկապես պատմությունը սպարողները որոնց մեջ քաղաքական գործիչներն ալան բայց առնենք բարձ հետաքրքրված անհատները որոնք հասարակական քաղաքական լուրերով հետաքրքրվին իրենց ազատ ժամուն մեկ մասը նույնիսկ դերևս պատմագիտական ուսումնասիրություններ կգարտան դժբախտաբար հայերականության մեր Ֆրանսիայի իսტორիայի նման հանրամատչելի պատմագիտական հանդեսը չունենք որ շատ լավ գլար որ ունենալ որ այսպես պատմություն սիրողները որոշակի բավականին լուրջ մագարտակով բայց ավելի բարձ լեզվով գրված հասու լայն գիտական նորություններուն այդ երևույթը շատ կարևոր է երբ որ քաղաքական պայքար կա եւ քաղաքական պայքարը միշտ կա հատկապես 20 թվականի պատերազմեն հետո որ ցնցում մներ մեր բոլորիս համար նույնիսկ անոնք որոնք լավադես չէին անոնք անգամ ցնցվեցան եղածի հետևանքներ են անոր վրա իհարկե 2023-ի
Արցախի գորուստը որ ներկա հանգրվանին կարծես անթարնալի գերեվի եթե հանգած համաշխարհային մերգամքեն անգախ ինչ որ մեծ ցնցումներ դեղի չունենան բնականաբար պիտի այդ փանավեճերը բրգված վիճակը որ գա հասարակական քաղաքական դաշտի մեջ պիտի նայեն պատմության վրա աստեր որովհետեւ դարբեր գոմերը հղումներ գնեն պատմության առավել եւս որ այդ բայկարի մեջ մեծ տափով ընդգրկված է երկրի կորզատիր իշխանության պետը մենք չենք ունեցած կարծեմ ովևէ քաղաքական կորձիչ վերջին տասնամյակներում որ այսքան ոչ միայն պատմության մասին աշխապ շատ հղումներ են բոլորն արած են ավելի կամ բագաս բայց որ պատմության քրքերը ցերկը բռնած ժողովրդին թիմեր եւ այլն եւ վերջին տասնամյակներուն լայն դարազում ունեցած դեսագետներու հագաթրվեր այս ամբողջը իհարկե իր թերը գխաղագոր հիմա այստեղ ինչ պիտի լավ պատմապանին կորձը պատմապանին կորձը եթե պիտի մնա իր պատմապանի նեղ շրջանագեններս փորձել եղած նյութի եւ եղած գիտական մետոդապանության հիմքի վրա արժևորել տեսված դարբեր գարձիկները վարչապետի կողմի արտահայտված գարձիկ վարչապետի գարձիկի թեմ արտահայտված գարձիկ անոնց մեն որքանը ըստ էության հիմնավոր են այն դվյալներով որ այսօր ունենք պատմության մեջ ինչու վերջնական բան չկա որովհետեւ գնալ միշտ նոր նյութեր հայտնաբերվել եւ երկրորդը որ ավելի շատ դերևս է որ մեր հայացքը մեր մոդեցումը պատմության իբրև մարդկություն եւ հայությունը իբրև մարդկության մաս ժամանակի ընթացքին գփոխվի հասարակական նոր խումբեր կմտնեն պատմագիտական փանավեճի մեջ ինչպես օրինակ համար գանած սերի մեծ մասնակցությունը վերջին տասնամյակներում պատմություն գրելու երբ որ ասկե մի քանի տասնամյակ առաջ մադի վրա գահաշվվե ինչ է գին պատմապանները բնականաբար անոնք իրենց փորձառությունը բիլի բերեն օրը գրնա ըլլալ որ ինչպես արևմուտքի մեջ արդեն է սերական փոքրամասնությունները ունենան իրենց պատմապանները եւ իրենք այդ ծևով նային պատմության բան որ այսօր դակավին հայ իրականության մեջ կամ արևելյան իրականության մեջ առասակ դակավին շատ լուսանցքային է այդ իմաստով այդ փոփոխությունները միշտ կան քաղաքանը ավելի փոքր փոփոխություններ են քան այդ մեծ աշխարհայացողական փոփոխությունները որ ունենան դեղի ունենան երկար ժամանակի վրա որ քաղաքական փոփոխությունները արագ կլան բայց քանի որ բادرազմի շրջան է քանի որ մենք այդ դակտեր այդ հետ բادرազմյան մտնոլորտի մեջն ենք եւ այլն բնականաբար հիմա դեռ շատ ավելի մեծ թեր կդրվի գոր եւ ըստ էության պատմությունը օգտագործվի ինչպես միշտ եղած է այս կամ այն քաղաքական ուղեկիցը հիմնավորելու համար Սին պատմությունը կմեկնաբանվի այնպիսի ձևով որպեսզի լա թաշնագիծը առաջարկվող քաղաքական ուղղության ասևս ունեցած է օրինակ համար սովետական դարիներուն Իսրայել օրիի այսպես բանձացումը իբրև հայ-ռուսական բարեկամության հիմնադիր հիմնական Աշոտ Հովհաննեսյանի այդ մեծ գործով ըստ մեջ եղած են պատմապաններ ավելի մոդիկ իրենց աշխարհայացքով տաշնակցության օրինակ համար հարցականի դագարած են ամենաշնորհ Հարություն Քյուրդյանն էր որ ամբողջ կորձ մկրեց 1950-ականներով վերջը 60-ականներուն հարցականի դագարներով Իսրայել օրիի արժանահատությունը մենք վեճեր ունեցած ենք որ երբ որ խորհրդային իշխանությունը կբանձացներ Բավլիգյան եւ Թոնտրագյան շարժումները արևմուտքի մեջ որոշ քրախոսներ քննադատաբար կմոտենային այդ գործերում մեկ հիշեմ գրած էր որ Հայաստանցի հեղինակի մասին որ մեր գոշիկը կփորձե Էնգելսի ոտքին հարմարեցնել իր գործի մասին այսինքն այդ երևույթները եղած են բայց հիմա ավելի ագնարու են որովհետև անմիջական մասնակցությունը երկրի քաղաքական գործատիր իշխանության բեդ այդ իմաստով կարծեմ բավականին առանձնահատուկ ժամանակաշրջան է եւ ըստ էության ինքը նախաձեռնողն է կամ կոն այդպես կերևի խորհրդային միության ժամանակ իհարկե համայնավար գուսակցության երահաճոտ ղեկավարները Հայաստանի մեջ պետք է հղումներ ունեին պատմագիտական որոշակի բայց այդ հարցերը ավելի շատ Մոսկվա որոշվեին եթե Մոսկվային մինչև ներքև իջնեն իրենք չէին առաջին նախաձեռնող այդ հարցը ժողովրդին ներկայացնելու բայց բնականաբար իրենց միջամտությունը կարևոր գլար եթե ակադեմիայի կամ համայնավար գուսակցության կենտրոնական կոմիտեի մեջ քննություններ ըլլան հիմա դարբեր տարաշրջան ենք
ուղիղ եթերով հարցազրույցներու տարաշրջան ենք եւ այլն ուր ղեկավարները նախապատրաստ տվելու շատ ավելի քիչ առիթ ունին մանավանդ եթե իրենք կգարձեն որ շահավետ է իրենց համար հարցազրույցներ տալը եւ օրինակ ներկա վարչապետը ի դարբերություն իր նախորդ նախագահներուն շատ ավելի հաճույքով գերտա այդ հարցազրույցներուն ավելի շատ ժամանակ քանակ կդրամատրե ժուրնալիստներուն խորհրդարանական նոր համակարգը զինուագի հարցաբնտելու արիթ ուդա որ նախագահական համակարգի մեջ ադիգա չի գար այս ամբողջ իհարկե հարցի թեժացմանը հարցի այսպես կարևոր ըլլալուն գնաբաստ է եւ քանի որ երկրի մեջ բերգված է վիճակը դեսագետները ծայրեղացված են բնական է որ նաեւ պատմության շուրջ եղած քննարկումներուն հասարակական մասը պիտի արտացոլի այդ ծայրեղականությունն ու բերգվածությունը գիտնականները ինչքանով կմասնակցին չէ պետք եղած ծով գիտական ծով չեն մասնակցել կան գիտնականներ որոնք հասարակական սոցիալական ցանցերու վրա կամ եթե ժուրնալիստները իրենց հարցումներ հարցնեն կպատասխանեն գսեն իրենց տեսակետները բայց քաղաքական բանավեճին զուգահեռ պատմագիտական քննարկումներ հրապարակային սեմինարներ հանդեսներու մեջ բանավիճային ասենք թե բաժիններ ու 1 2 3 դարբեր հոդված գդբի նույն թեմային շուրջ տակավին այդ հանքրվանին չենք գրնա ալալ որ եթե այս հարցը շարունակվի հոնայավս հասնենք որպես բերի նաև ընդունենք որ պատմապանը շատ ավելի ժամանակ կուզե որբեսի գարձիկ հայտնե քան ժուրնալիստը հարցում հարցնի կամ քաղաքական գործիչը ադոր պատասխանը լավ պատմապանը չունի աջրայլություն արագորեն բամսելու որովհետև ի վերջո իր քնահատվելու չափանիշները իր արժևովելու չափանիշները դարբեր են Այս պատմական պեգումը նաև կպայմանավորվի հիմնականի մեջ երկրի տնտեսական, քաղաքական տարածիներու հետ դիվանագիտական հարաբերություններու ռազմատաշտի վրա հեղափոխությունը շրջադարձ եղած պայմաններու մեջ ավելի տնտեսական պայմաններն են որ ռազմական բարդությունն է ամենաբարձր տեղը գտնվում նայեցեք Սպիրկի մեջ 60-ական թվականներուն այսպես վերաթասավորումը եղավ բաղ բادرազմի թեժ շրջանը ավարտեցավ եւ բաղ բادرազմի թեժ շրջանին հիմնական առանցքը խորհրդային իշխանության Հայաստանի մեջ օրինական ըլլալու կամ չըլլալու խնդիրն էր հետը փորձել աշխատելու կամ անոր ընդդիմանալու խնդիրն դարբեր պատճառներով մաչ մտնենք այդ հարցերում մեջ 60-ականներուն օրագարկը փոխվեցավ Օրագարկը դարձավ հիշել եղերնը, բահանջել անորդադաբարդումը, հետաքայության բահանջել ամեն որ այդ հարցը ցեղասպանություն որակվի, անհույսով որ ադոր հետևեն միլիկան նախ հադուցում եւ որոշ մարդիկ դրսալ հույս ունեին որ նաեւ ասենք թե դարածքային զիջումներ Թուրքիո գոմե հայ ժողովրդին լա խորհրդային կամ խորհրդային Հայաստանին կամ չգիտեմ այլ ցեվով Ուրեմն երբ որ Հայաստանը նաև անկախացավ, պետք է ընդունենք որ գար որոշ ժամանակահատվածը հայոց համասկային շարժման ստեղծման ժամանակ, Տեր-Պետրոսյան հակաօտյան ժամանակ, որ այդ տորբա ղեկավարությունը որոշ անհանգստություն ուներ։ Այս նոր օրագարկին, որ առաջին խնդիրը հագաթուրք բայկարն էր։ Լայն իմաստով օգտագործեմ որ այդ բառը եւ Ադրբեջանի հանդեպ բայկարը եւ հայկաթուրք բայկարը հայության մեծամասնության մտքի մեջ քիչտեղ միավորված էր հետո երբ որ Տեր-Պետրոսյանը ստիպեցավ հրաժարական տալ մոտ 20 տարի իրարահաճորդ երկու նախագահ այդ սպիրկյան օրագարկին առնվազն հրաբարակային կացին համընթաց առանցնապես իրենք ինչեւ ուր համոզված էին եւ այլն, բայց նպատակահարմար կդան առնվազն անոր չհագաթրվին ունենալ նաեւ տաշնակցության նեցուգը եւ տաշնակցության նեցուգը ունենալ կնշանակի սպիրկի մեջ կարևոր մեծ շապով մամուլի լրատվական միջոցներու հայմատապար լրությունը եթե Հայաստանի մեջ կան թադավարտելի կամ քրատելի գետեր ու նոր իշխանությունները եւս երբ որ եկան, այսինքն 2018-ին նույն ցևով շարունակվեցավ, գար այդ խնդիրը, որ եթե նոր պատերազմը լա մենք ի վիճակի ենք նոր դարածքներ ցկցկելու եւ այլն, ու ադոր համար պատերազմի բարդությունը եկավ շատ սարը ցնցումը։
Հետաքային եթե նայենք այսօրվա իշխանության, այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության խոսույթի փոփոխությանը 2018-ի մայիսին, երբ իշխանության դիրացավ մինչև այսօր, գտեսնենք, որ իսկապես լուրջ նահանջ կա այդ նախաբես հայրենասիրական համարվող եւ adică շատ աստիճանական է։ Մասամբ կրնամ ասել, որ դարբեր հանգրմաններով Հայաստանի կառավարությունը նաև քերակնահատեց իր ուժերը, դվավ խոստումներ, ասավ, որ ասկա Գարմիրքիձե վերջավորության ստիպվեցավ այդքե հրաժարել, որովհետև տեսավ, որ ինքը չգրնարգոր այլ բերություններ, երրորդ բերություններ, սկսելով Մոսկվայեն, հետո նաև արևմտյան բերությունները, Իրանը, ասենք մեր հիմնական մեր երեք ուղղություններն են Հայաստանի արտաքին քաղաքները, որ ճշտամական չեն համարել, որ կփորձեն իրենց սիրաշահել։ Իդարբերություն Թուրքիո եւ Ադրբեջանի թեմբանին եւ դեղ եկավ որ մենք չգրցանք ոյ մեկը համոզել եւ 2023-ին ամբողջ աշխարհը դիտեց, չէ՞, Արցախի հայաթափումը, առավել եւս Համասի հարձակումը օկտեմբերի 7-ին ամենամեծ նվերն էր Հայդար Ալիևին, չէ՞, որովհետեւ չեմ ասում գապ գարուագի, որովհետեւ աշխարհի ուշադրությունը շեղեց դեպի շատ ավելի մեծ չափերով, շատ ավելի արյունալի ուրեմն այլ մեծ ողբերգությամբ, որոնքով արցախցիներուն զոհերու քանակը շատ փոքր թվեցավ եւ այլն իդարբերություն ասենք դասնյակ հազարավորներ, որոնք գազայի մեջ սպանվեցան կամ հոկտեմբեր 7-ի օրը հрьяաներ, որոնք թագավորվեցան ինքը Համասի կողմը։ Այդ պատճառն է, որ գարձեմ եկավ իշխանությունը շատ նոր ժամանակներով համաձայն քաղաքապարախոսությանն, որ այսօր առաջ կմղե, որոնց նմանները մենք ունեցած ենք, բայց գար ժամանակներով 20-րդ դարում եղած են ադեններ, որ Հայաստանը ինձնիկ մեկ մինակ գտած է թուրքերու թեմ, մեկը 1918-ին, ինչքանալ մեծցնենք Սարդարավադը, ըստ էության Բաթումի պայմանագիրը կորզատրելը մինչև 1918-ի վերջը Օսմանյան փանակներու բարդությունը, որ հոկտեմբեր ամսու վերջավորության եկավ, մեր Հայաստանի կառավարության, օրինական կառավարության Հովհաննես Խաչատրյանի կառավարության քաղաքականությունը։ Երկրորդ անգամ այդ նույն գոդրած դաշտագին եւ թարն իրականության արժեվ հայությանը գտնվեցավ 2 տարի հետ կամ 2.5 տարի հետ Ալեքսանդրապոլի պայմանագրի օրերուն։ Բայց այդ քանի որ խորհրդային իշխանությունները օգտվեցան այդ արիթեն եւ իշխանության հերացուցին տաշնակցականները, որոնք ներքին ուժը չկար որ իրենց կհերացներ եւ այլն, տաշնակցությունը ծեվում այդ փերը ճունեցավ արտարացնելու իր քայլը։ Միայն այդ շրջանը եթե նայենք մամուլը մոտ մեկ շաբաթ կդեվե։ Սիմոն Բրացյանի այդ վարչապետության գար շրջանը անգամը եւս 45 օր, երբ որ Պետրովյան ապստամբությունը եղավ, բայց անգամը եւս բարդվեց։ Ու տաշնակցությունը այս անգամ գրծավ արտասահմանի մեջ հայամատաբար ազատ պայմաններում մեջ իբրև ակսորականներ վարբահել երազը, քանի որ բեդությունը բահելու ժողովուրդը գշտած գուշտ բահելու եւ այլ ամբողջ խնդիրները այլևս ինքը չուներ։ Տաշնակցության օրինակը որ գուտամ ինչու գուտամ, որովհետեւ տաշնակցությունը ըստ մեջ միակ գազམ་ագերբությունը եղած է, որ գուզեր հարցերը ինքնուրույն լուծել եւ փնդրտուքի մեջ էր։ Եվ թշկոհեր խորհրդայիններեն եւ թշկոհեր Թուրքիայեն, բայց նաեւ գիտակցել որ երկուքին դեմ միաժամանակ սուջոջելը շատ դժվար է։ Ադոր համար ասենք տաշնակցության քաղաքականությունը դադանումներու, թեքերումներու, փոփոխություններու քաղաքականություն է։ 1921-ին մինչև 88-ը ասենք, որ մի քանի անգամ շեշտադրումը փոխված է։ Եվ երբ որ եղած է շեշտադրում, որ հիմա ավելի մեծ է Ռուսաստանի վտանգը կամ ավելի հեշտ է խորհրդայիններեն փրկվելը, միամացված է երաժշտությունը Թուրքիո նկատմամբ։ Եվ ասկա նույնիսկ զուսպ կերպով տաշնակցական հեղինակներն ալ գտնունին, թեև այդ շրջանի քրագանությունը չի այսօր վերահիշվի, չի վերադպվիր եւ այլն եւ այլն։ Ռամգավանները եւ հնչագերները ասպատմություն են դուրս են, որովհետեւ հայկան ներգաղթարը կորզածելով արտաքին քաղաքականության հարցերը իրենք արդաբադվիրագած էին, outsource արած էին Հայաստանի կոմունիստ ղեկավարության եւ Մոսկվային։ Այն բանով որ մենք ավելի հայրենասեր չենք, քան Հայաստանի ղեկավարները, գիտենք որ Հայաստանի ղեկավարները ինչ որ ասեն մեր երազանքները կփաժնեն, եւ մասնաբար դերս ճշմարտություն էր,
սկսելով Խանջյանեն մինչև Գարեն Դեմիրճան եւ եթե հարմար ժամանակը ըլլա իրենք այդ հարցերը արդեն կբարձրացնեն մեր նպատակը շատ ավելի սահմանափակ է սպիրկահայ զանգվածներուն կովերքել Հայաստանը սերը բարբայել Հայաստանի հանդեպ անկախ իր վարչությունները մենք արտաքին քաղաքական խնդիրներու մեջ չէին Դաշնակցությունը գերտար եւ գզարներ թուրները դարբեր բեդություններով Ռամովյաններն ու Հնչագյանները ըստ էության միայն գաբը խորտային բեդության հետ էր անհատկապես Խրուշչովյան դայրներեն հետո Դաշնակցության բարակային իրենք զարգած են եւ Մուսոլինիի թուրը եւ Հիտլերի թուրը չվազանցեմ եւ Ամպլիո թուրը եւ Ֆրանսիայի թուրը հետո կային Ամերիկայի թուրը մասամբ երբեմն նաև Մոսկվայի թուրը եւ այլն, որովհետեւ իրենց քաղաքականությունը ավելի կորցունյա եղած է, ավելի ակտիվ եղած է որ ապարակորձելով, որովհետեւ իրենք իրենց վրա վերցուցած էին հայ ժողովրդի ջագադակրի հարցը, թադի հարցը ինքնուրույն լուծելու խնդիր։ Հիմա այսօր իհարկե Դաշնակցությունը եկած է մոտավորապես այն թիրքորոշման, որ քիչ շատ Ռամգար Ունչագյաններունն էր, այսինքն ըստ էության ընդունել, որ միակ մերենելիքը Ռուսիայի հետ հարաբերությունները գարավարելի բահելն է, եւ Հայաստանի համալագած շարիած փոքրակույնն է, գուցե գրնա նաեւ օգուտ բերել, եւ այդ իմաստով այսօր Դաշնակցությունը ոչ միայն հիմնական քննադատն է Նիկոլ Փաշինյանի գարավարության, այլ Դաշնակցության քույրությունը գներեք մանանա է Նիկոլ Փաշինյանի համար ընդդիմության մեջ, որովհետեւ երբ որ հագաթարցեն քաղաքացիական պայմանագրի պատգամավորները խորհրդարանի մեջ ինչ օրինակներ գբերեն օրինակներ դաշնակցականներու անցյալի ռածներն ու սազներն առաջին հարաբերության եւ դժբախտաբար իրենց մեջ լուրջ պատմաբաններ չկան որ մանրամասն գիտնան այնպիսի այլ օրինակներ որ գրնան բերել բայց ես չէ որ իրենց վիդիստեմ թող երթան իրենց դան բարդականություն իրենք են եւ Եթե Դաշնակցությունը ընդդիմության մեջ չլար եւ ընդդիմությունը ըլլար ինչպես մինչեւ վերջերս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետևորդներ ասենք վերջին բարգետ հանրապետական մուսակցությունը հիմա Սամվել Ղարաբեդյանի ասոնց քաղաքական կյանքը գարջ է ասոնք ովևէ փորձ չունին հանրապետությունեն առաջ եղած վայրի վերումներուն քաղաքականության մեջ այդ իմաստով այս քաղաքական պայքարը բավականին նեղ սահմանի մեջ կմնա Հիմա ես ընդհանուր քննադամ գետարում դարձի պիտի չդամ որ Փաշինյանի քաղաքական բադմակիրության մասին ասածը ինչ է որովհետև ամեն մեկ նախատեսություն որ գսե առանցին պետք է արժևորվի բաներ կա որ համացայն է բաներ կա որ արդեն ինքը ստանդարտին շարունակությունն է այնպես չէ որ նորություն է որ կարևոր մասն է բաներ կա որ դարբեր է ամեն մեկ հարցը պետք է առանցին է եւ քիչ եմ գարցի որ ասգարջ ոդկասթը ադոր դեղն է անիկա երևի շատ երկար խնդիրներ կա Գա բաներ, որոնք ինքը գբնթե, որոնք ես համոզված չեմ։ Ուրիշ բաներ կա, որ չէ, պատրաստ եմ ընդունելու, ասին այդ ամբողջ խոսույթը պետք է դարփաղացրել իր դարբեր բաժիններուն եւ ստայնեմ ընդհանուր քննադատական դա։ Բայց ասի որ այս խոսույթը եւ գտնեմ, այս խոսույթը չէր ցակել, եթե մենք պատերազմը չբարձրացնենք։ Այո, բայց հետաքրքրական երևույթ Փաշինյանի բարակային կամ այս քաղաքացիական պայմանագրի բարակային այն է, որ իրենք բնականաբար բաթմության գարկը վերընթերցում մգնեն, վերակնահատում մգնեն, օրինակ համար Ամիրյան փողոց բապ թակավորի փողոց անվերանվանման եւ կամ նույնիսկ եմ հղացկային գետնի վրա իրական Հայաստանի հղացքը։ Բաններ որ վերջապես բաթմակիդական բան ունի ադիգա, այսին Հայաստանի գվերապերի, Հայաստանի թե կարդեսին գվերապերի, թե իրականության, այսօրվա քաղաքական, տնտեսական իրականության գհղվի, հա, ուրեմն որոշ բաթմակիդական ասենք բաթմապաններու համար մեկնաբանելու եւ կամ բաթմության ընկալումի մեջ դեր դալու անոր կարևորություն դալու բարտատրանքի արժեքը գտնվին անոնք, չէ՞։ Երկու խնդիր կա այստեղ։ Բադմակիդության մեջ ժանրը կա, որ մենք հայ երագանության մեջ շատ քիչ երացենք։ Առնվազն ովևէ մեկ կորց չի գա, ինչ որ ինչտեղ միջազգային քիրության մեջ գա։ Նույնիսկ շատերը գրնան մինչև Նիցչեի կորձը դանին, բայց անգամ ավելի պրակտիկ պրոֆեսիոնալ բադմապաններու գրած կորձեր կան, թե ինչպես դարբեր բադմակիդական երևույթներ
սիմվոլներու կվերածվին, այդ սիմվոլները ինչպես փոխվին, ասենք անկլիացիոն համար Dunkirk, չէ, Dunkirk-ի բանը, կամ Blitz, դամ անկլիորնագը, որ ես այնտեղ ուսանած եմ, ավելի վերջը, բան, Մյունիխը, եթե ոյե մեկուն տեմ բիդի ուզես մինչև ձայր երտալ, անտատ Մյունիխը գհիշես, որպես իսես, որ երբեք կարելի չէ փանակցություններու մեջ մտնել ձայրահեղական հագարագործի հետ, բայց շատ անգամներ իրենք գմտնեն հարաբերությունները, այդ ժամանակ Մյունիխը գմորցվի, ուրեմն այդ խնդիրը գա, և մեր ագանության մեջ ալ կան սիմվոլներ, վերջերս կնայի որ օրինակի համար Ալեքսանդր Սարոխանի վաղ շրջանի մի քանի երկիծանական արևթերթի մեջ տեսած են, հոն գարսը տաշնակցությունը երկիծանքի ենթարկել, ասենք մյուս բառը չգործածելու համար միջոց է եւ մի քանի բաներ, այսինքն վերջերս իր ասկանոնը ծանոթացա եւ ես ցույց տի որտեղ ուսումնասիրել հանդիպած եմ նկարած բահած եմ, այսինքն առաջալ եղած են այդ խնդիրները, բայց հիմա ասենք որ հարցը շատ փուրն է, որովհետեւ վարչապետը ինքը ամբողջ իր էությամբ մտած է այդ հարցին մեջ։ Հիմա երկրորդ մասը եւ ասենք առաջին մասի մեջ ասենք նանքսը որ հերթական էտապ է պատմակիդական քաղաքական որոշակի իրավիճակ մգա այդ իրավիճակեն ելնելով տուն պատմություն այնպես կմեկնաբանես որ մարդիկ արտարացնեն ու ընդրած քաղաքական քիծ երկրորդ խնդիրը քաղաքական քիծի քննարկումը պատմապանին կորձը չէ ուրիշ բան բայց այդ ժամանակ երբ որ ինչ գսես ինչ կանորեն գհամբադասխանե պատմության եղած նյութերուն գերնալը որ դարբեր պատապաններ, դարբեր մեկնաբաներ, ես բայց կդինայեմ ամեն մեկուն լրջությունը եւ ամեն մեկուն այսպես հնարավորինս անգոմնագալ քաղաքականորեն անգոմնագալ մոդեցումը եւ այդ հարցին պատասխանը արխիվային նյութերու եղած մեկնաբանելու շրջանագի մեջ տեսնելու ադոր աշխատանքը դեռ չեղավ երևի չլալուն պատճառները մեկն ալ անիգա է որ հասարակական թաշտը Հայաստանի մեջ շատ տևերացված է։ Այսին չի գա լրատվամիջոցը, որ հետաքրքրված է, որ տուն այն քեզի դա առանց իմանալու որ տուն վերջավորության ու մեկնաբանության պտ պիտի գոմ կամ թեմլաս իշխանության կամ ինտիմության եւ ամանավանդ իրենք կբանչեն հետեւողական գոմ կամ թեմլալ, որովհետեւ իրենք լրատվատաշտը ինքը շատ քիչ բացառություններով ըստ էության ամենաշատ քարոզչամիջոց է քան թե այսպես ունենտիրին կամ ընթերցողին լուսաբանելու ընկերտի կորձը թյուրացնելու, չէ, այսինքն տուն իրեն գբարձեց, տուն ժամանակ գուդաստ, անի գվջարե քեզի եւ տուն իրեն ամփոփումով գուդաստ, որ ասիգա եւ վիճակը ամեն մանրամասնություն փնտրելու պետությունից ես ադիգա գնեմ։ Ադիգա օրենքով պետք է անշահախնդիրը լավ, որպես ինչպես որ գերտաս լավ որագի ուդելիք կամ հակվելիք կամ գոշիկ կարնես, նաև լավ դորագի լուր կարնես եւ ավանդաբար օրինակի համաշխարհային թերթեր կան, որոնք նույնիսկ գոմ լալով հանդերձ հեղինակություն կբայրեն, որտեղ իրենք լրջորեն գոմ, այսինքն Le Monde չեզոք չէ, բայց մարդիկ Le Monde-ի գրածը լուրջ կարնեն, գիտեմ որ այնտեղ ստուկված են լուրերը, գնա մեկնաբանությունը քիչ մխնդիրը լալ, բայց New York Times-ը չեզոք դեր չէ, բանի մեջ Ամերիկայի մեջ կամ CNN գայանը չեզոք գայան չէ բայց Հայաստանի բարակային ադոր չափանիշները դժբախտաբար ավելի դժվար մի ավանդույթն չունենք 70-80 տարի խորհրդային իշխանությունը այնպես բերության թերը մեծ ցուցած է կյանքի այլազան բնակավարներում մեջ որ մարդիկ նույնիսկ հագաթրվողները թեր ակնկալիքներ ունի որ ասենք բերությունը պետք է սա անե եւ այլն եւ այդ իմաստով ադիգը դժվարացնե որ այսպես հանդարտ քննարկումներ ունենալու հնարավորություն Ես այսինքն գլխավոր այս թեման որ արձածեցինք պատմությունը իբր ինքնության սահմանումի մեկնագետ, հա ադգե մեկնած է որ այս հարցերը ուզեի բան արդյոք այսօր կարելի է այսինքն եթե ասենք 20 տարի հետ այսօրվա անցուդարձերը որ նայինք ինչն է որ ամենաշատ բանը այսինքն ուշադրություն մի գրավ է բնականաբար բادرազին բարդությունը տնտեսական կետնի վրա այդ
հեղաշրջումը որ դեղի ունեցավ, այսինքն վերջապես երգիրը բաժամիջոցի բաներու շրջափակումի մեջ է, ադիգա բան կարևոր երևույթ է, արդակախտը կարևոր երևույթ է, այսպիսի երևույթներ, որոնք առարգայական ձևով նաև կսահմանեն մեր այսօրվա, այսինքն կառավարության քաղաքականությունը կամ ընդհանրապես հասարակության այսօրվա իրականությունը։ Եթե կանք եկեղեցի բերում։ Եթե մասնավորացեք հարցը խնդրեմ ինձ դարկ վրա մասին այո, խնդրեմ։ Նայեցեք անցյալի մեր իրականության փոփոխությունը, անցյալի հանդեպ մեր պատկերացը փոփոխությունը գլա եւ արսմյան քաղաքական չէ, գրնա ուր։ Բայց օրինակ մտամ, մենք 19-րդ դարուն աշխարհի շատ այլ ժողովուրդներով նման աստվեցան գերմանական ցակում ունեցող կուլտուրնասիոնի խաղապարեն, որ ֆրանսիական հեղափոխությունից պետական քաղաքականությունը Նապոլեոնը գամա ագամա իր ամբողջ բادرազմներով ամբողջ Եվրոպայի մեջ դարածեց Ֆրանսիայի կողմ եւ Ֆրանսիայի դեմ։ Եվ ատկի հետո անիգա հասավ Օսմանյան գայսություն եւ այլ ասիական ու ապրիկյան ու լատինամերիկյան երկիրներ եւ մենք ալի արուեր իբրև եւ Բարսկաստանի եւ Ռուսաստանի եւ Օսմանյան գայսության զարգացումներուն մաս ժողովուրդ 19-րդ դարում մենք ալ ամբողջը եւ ադոն գարեոնի աշխարհիկացումներ, չէ՞։ Մենք մեր մասին սկսանք նայել իբրև աշխարհիկ ժողովուրդ, սկսանք հավատալ, որ մեր նախաքրիստոնեական հետանոսական շրջանը նույնքան կարևոր է եւ մերն է, եւ միան 10-րդ դարու գեսերունն է, որ գարձեմ գսկսին հայ հետանոսության մասին ուսումնասիրությունները լալ, կամ հայոց պատկան տասակիրներում մեջ առանցին գլուխ կստեղծվի, ուր կնկարագրվի հայ հետանոսական աստվածները։ Առաջին հեղինակները, ասենք հայ Միքայել Վարդապետ Շամչյան, կամ ասենք Անգեգեստար հետո հայ Հովսեփ Վարդապետ Քաթրջյան, առանցին գլուխ չունին իրենց գիրքերում մեջ հայկական հետանոսության մասին։ Բաբ Թագավորի բան աշխարհիկացման արդյունք է վասակ սյունին արդարացնելու փորձը իբրև այլընտրանք Վարդանի մարտիրոսությամբ քրիստոնեական հավատքին գարչած ըլլալու այլընտրանք այս երևույթները միշտ գրնան ըլլալ այդ իմացով ինչ որ գլագոր նորություն չէ։ Հիմա ինչպես Աբակային պիտի նայի Փաշինյանը մի քանի եթե հիմա գեցնենք երկու խնդիր կա իմ կարծիքով մեկը ինքը գրնար գանքնեցնել բادرազմը, այսինքն բادرազմեն առաջ, եթե անգեղծ լար ժողովրդին, ասո պատասխանը վերջնական չի գա։ Իմ կարծիքովս չեր գրնար, բայց գրար ինքնին կփրկել պատմության արչև, ինչպես հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի փրկած եղավ։ Եթե անգեղծությամբ խոսեր այն ինչ որ մենք բادرազմի ժամանակ տեսանք։ Հիմա երկրորդ խնդիրը ասո պատասխանը շատ երկարաժամկետ է։ Ես մասնակից չեմ զինվորական հարցերում, բայց գիտեմ որ բավականին լուրջ վերափոխումներու խնդիր կա։ Ես նաև մասնակից չեմ տնտեսական զարգացման հարցերու, բայց որ այս իշխանությունը թիմացավ, որովհետեւ տնտեսությունը չկայքայվեցավ, չէ՞։ Այսինքն բادرազմին եւ Բարտեվիլ հետոյալ դարբեր պատճառերով կուտրամդ գարժևորվի եւ տուն ամեն տարի միջազգային հարթակներու վրա յուրաքանչյուր շրջին ինքնող համախառն ներքին արդատրանքով կբարձրանաս եւ թեր միջազգային արժութային հիմնադրամի կուշակությամբ աշխարհի 5-րդ ամենազարգացող տնտեսությունից հաջորդ 5 հնգամյակին, որում մեջն ենք արդեն 34% եւս պիտի բարելավի, եթե ցնցումներ չլան եւ իսկապես Հայաստանը սկսի ավելի զարգանալ, անգեծ խոսենք 2008-ին, երբ որ Ադրբեջանը մեծ ցածկ արձանագրեց եւ կիլոմետրով առաջ անցավ Վրաստանեն ու Հայաստանեն, Հայաստանն ու Վրաստանը գրյայի քայլերով, այսինքն Սերժ Սարգսյանի դարիներեն եւ հետո կանոնավոր գերբով սկսավ գզարքանալ։ Փաշինյանի ժամանակ որոշ ցածկ մի եղավ, որակական, երբ որ ինքը եկավ եւ որոշ ճոգ քաղաքական իրավիճակը փոխվեցավ եւ առայժմ նորեն ես տնտեսակիչ ավակայի մասին չեմ խոսում, առայժմ կշարունակվի գորան։ Ենթադրենք եթե շարունակվեցավ, բնականաբար դա թրական պիտի աստե իր վրա։ Ինչպես որ եթե մենք կարողանայինք Արցախը բահել հայկական, ադիգա փաթսական պիտի աստե Լևոն Տեր-Պետրոսյանի վրա։ Չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը 98 թվականին գսեր որ եթե իմաս բանը չգործանենք բادرազմի կա եւ դժբախտաբար եկա բادرազմ։ Հիմա միայն այդ պատճառով էր կարեւոր չէ, բայց միշտ հետական անցյալը վերաժևորելու վրա թեր գխաղա։ Այդ իմաստով
թե ինչպես կսեն վճիռ արձակված չէ նախ ո՞ե կորձո իշխանության վրա վճիռ արձակված չէ չենք գիտեր մինչև ուր պիտի երթա այդ հարցերում մեջ ես չեմ կարծեր որ պատմությունը վերարժևորելու հարցը այդչափ կարևոր է հակառակ որ ես բանման եմ Սին աբակա բալաբանը կարծեմ որ զինք պիտի արժևորե այդ միշտ երկու հարցերուն հետ կապված հնարավոր է խուսափել այդ մեծ փորձանքեն որ մեր քրխուն եկավ Արցախի գորուստ եփան ադոր պատասխանը միշտ թեական պիտի ըլլա որովհետև ինչպես պիտի հագարակը փաստես բայց հեշտ է ասել որ այս քայլերը նպաստեցին որ ըլլա այդ աղետը եւ երկրորդը եթե արժեքավոր փոփոխությունները ըլլան մարդիկ պիտի այսական այլ ցևով ընդունած երևույթը որ ինձ շատ ծանր է լսել Արցախը մեր վզին վրա մեծ քարմներ որ մեր փրկվեցանք ինձ համար ինչքան էլ գործեն ռեալ պոլիտիկա ասել այս ցևագերբումը անցնաբես շատ ծանր է որ լսեմ գնահնդե ուրիշ ցևագերբում գտնեին բայց մարդիկ սկսին ատբարակային ադիգա ավելի ընդունիլ եթե իրենց գենսամագարտակը ասենք ասկե 10-15 տարի հետո ավելին լա ինչպես որ առայժմ միջազգային ֆինանսի մասնակիցները նախադեսեն որ բայց գիտենք որ այդ նախադեսումը շատերը կգնան նաև սխալ ադիգա վերջնական հաստատ բան չէ միջազգային տնտեսական կյանքի վրա հիմա գնա նաև անդադարձ ունենալ եկեղեցվով որը եկեղեցի պատմություն բնական մեր մոտ այս պատմության մեջ ընտելուզված են եւ այսօր եկեղեցականներու կողմեն նաև այդ բողոքը կա որ եկեղեցու պատմությունը ճիշտ հասավանդվիր դպրոցներու մեջ դասակերքերեն հանդված է եւ ուրեմն ընդհանրական պատմության մեջ մտցված է եւ հետո վերջապես եկեղեցականները շատ մեծ դեր ունեցած են մեր պատմության ընկալումի մեջ որովհետեւ եկեղեցականներ եղած են խորքի մեջ միաժամանակ պատմապաններու մեկ մասը մինչեւ 10-րդ դար քերազանցապես կան մի քանի հատ որ աշխարհական են բայց մեծամասամբ եղած են հոգեվորական բայց համաշխարհային ուղղությունն արկիշ դե շատ այդպես է հիմա ճիշտ է որ Եվրոպան ավելի շուտ սկսավ աշխարհիգացումը բայց ընդհանրապես զարգացած խավը հոգեվոր խավն էր հիմա քուրմեր գլային քրիստոնյա վարդապետներու կահանաներ գլային մայաներու իրենց հոգեվոր առաջնորդները գլային դարբերությունը մեծ չէ որտեղ հոգեվորական կյանքը այդ փոքր դեղերն էր ուր քրակիդություն կար ինտարերում անշուշտ 20-րդ 10-րդ աշխարհիգացումը բացակայով մենք ունենանք նաև աշխարհական պատմապաններ եկան համալսարանները ուր աշխարհիկ կրթություն կար որ մինչև 10-րդ դարուգեսը ըստ էության գոյություն չուներ եւ այլն նույնիսկ ասենք Մուրադ Ռաֆայելյան դպրոցը սինտեզ մնաց հոգեվորականները դպրոց ունեին ու աշխարհիկ աշակերտներ բարձրացրու բայց արդեն մենք Ֆրանսա եւ ռուսական գայսության մեջ ունեցանք համալսարաններ ուր կարելի էր երթալ արևելագիտություն սորվել անոր մեջ հայագիտություն ունել ուր արդեն դասախոսները աշխարհականներ էին ասենք Խաչատուր Ափովյանը Ստեփան Նազարյանցը Ստեփան Ոսկանը եւ այլն արդեն այդ սերունդն են որոնց ուսուցիչները արդեն հոգեվորականներ չէին այդ երևույթը կար մեր եկեղեցին դժբախտաբար շատ բահբանողական է ըստ իմ ճաշակից պետք է բահբանողական ըլլա եւ մեր եկեղեցին իր թերը մտավորական կյանքի մեջ ըստ էության շատ սահմանափակ է այս գիտաժողովին 350-ամյակը նշեցինք Հայր Մխիթար Վարդավետ Սեբաստացիի ծննդյան դարձյալ հբարդությամբ նշեցինք այն մեծ թերը որ Մխիթարյան միապանությունը ունեցած է բայց բերված օրինակները մեծամասամբ 19-րդ դարեն շատ 20-րդ դարու սկիզբն էր չեմ ասել որ հայ ժողովուրդը շատ ետ կացած է բայց կնշանակե որ մտավորական աշխատանքի գշիրը դեղափոխված է դեպի ավելի աշխարհիկ ոլորտ եւ ենք ունենք ժողովուրդը ուր բարձր չի գնահատել հոգեվորականի ասպարեզ չէ մենք ժողովուրդ մնենք որ մեր հոգեվորականները մեր մեջ են գծնին ուրիշ ասկեր երբեմն ուրիշ ասկերը հոգեվորական գներած են եթե գտնանք ասպարը կորցածել մենք չունենք այդ սովորությունը եթե այսօր ոչ հայ մկա եւ ասե որ ես կուզեմ հայ արաքելական եղեցով միանալ որտեղ ծեր թավանանքը իմ սրտից շատ կխոսի չեմ գիտեր ինչ պատասխան բիտնանք օրենքով պետք է դուրը բացել ուրեմն այդ իմաստով մեր հոգեվորական դպրոցները իրենց ուսման մագարտակը բարձրացնելու շատ մեծ խնդիր ունին մենք բարձրակույն դպրոց չունենք
հոգևորական, չէ՞, կբայքարին քաղաքականության, ուրախանանք, որ քաղաքականությունը շղթեցինք եւ մնացինք, բայց մենք բոլոր հոգևորականները քաղաքական համասարաններ պիտի երթան, քանի որ կաթոլիկ դեր երթաս քաղաքականն, եթե հույն ուղղապար եկեղեցի երթաս քաղաքականն, ավետարանականն քաղաքականության խնդիր չունի։ Ավետարանականները չեն բոյվեցով չեն հագատրվի քաղաքատոնի 4-րդ եզերական ժողովի կամ Լևոն Բաբի դոմարի ուսմունքներուն հան եւս մենք ունենք այսպիսի որոշակի հագասությունն եւ երկու խնդիր կա ինձ համար ավելի կարեւորը մեր եկեղեցվո բարեփոխման խնդիրն է որ գապ չունի կառավարության հետ մեր եկեղեցին պետք է ժամանակին հետ քայլ բահե մենք դաստիարակների վեր կխոսենք այս մասին եթե նայենք մեր մամուլը դարբեր հարցեր բայց դեռ չունեցանք այն հոգեվորական ղեկավարները կաթողիկոսները առաջին են ամենահայց կաթողիկոսը որ գիրյո կաթողիկոսները ինչքան են նախաձեռնողն այդ բադմական փերը գա որ իրենց աթորը հայմադապար երկրորդն է հայմադած էջմիածնին իրենք առանցին նախաձեռնություն չեն գնարներ առանց էջմիածնի համացայնության համգամ եւ աճակցության ուրեմն այդ ամբողջ աշխատանքը կբարթանա ադոր վրա ավելցավ բերություն եւ եկեղեցի հարաբերություններ որ Հայաստանի մեջ իմ ընկերներս մոտ գա իսկապես դարագարձություն շատ Հայաստանի քաղաքացիներ կան որոնք հավատան որ երկիր աշխարհիկ բերություն է եւ ուզեն սահմանափակել եկեղեցին իրավունքները ուրիշները կան գտնեն շատ բահբանողական ավանդական տեսակետ որ ոչ եկեղեցին շատ ավելի կարեւոր է եկեղեցի կյանքը ավելի երկար է եւ աս բնականաբար այս երկու աշխարհայացները նույնիսկ ովևէ փանակցության ժամանակ գարկավորելու այդ հարաբերությունները նույնիսկ նոր օրենսդրության մշակման ժամանակ խնդիրներու արժեվ պիտի կան բայց ուշ կամ գանող մենք պետք է ընենք ասիգա պետք է ընենք ասիգա հատկապես իմ գարձիկովս որ ամերիկա գաբրիմ 20 տարի է ամերիկայի պես դեղում ուր եկեղեցիները շատ կան ուր եկեղեցիները շատ ակտիվ են ուր եկեղեցիները շատ հաջող շատ ժամանակից լալու լուրջ աշխատանքներ ունին անոնցքով մեր արաքելական եկեղեցին նույնն է հայկական եկեղեցին գարդես միջնատարեն մնացած այսպես գեղեցիկ ցուցանմուշիմը վերածված է եւ ամենալուրջ հարցերը որոնք գալեգոձեն քրիստոնյա այլ եկեղեցիներ մեզ համար գարձես թե քոյություն չունին հակառակ որ մենք գաբրինք ամերիկայի մեջ ասենք թրացիներ ուրիշ մարդկանց որոնք երթան այլ քրիստոնյա եկեղեցին ու այդ հարցերը քննարկվին Հայաստանի մեջ այդ ջնշումը մեծ չէ որովհետև առհասարակ մեր ժողովուրդը շատ գրոնական չէ այսինքն գամ եթե գրոնականը շատ ցեվական ցևով է փոխանցագային քննարկում հավատքը օգտագործել նայել ընկերային փարոյական հարցերը ինչպես լուծելու եւ այլն որ շատ դեղեր լուրջ խնդիրներ են մեր հայրականության մեջ գարդես թե չկան իսլամական երկիրներում մեջ մեր եկեղեցիները գրավորական եղած են ի պաշտոնե բարձրապես ինքնությունը պահպանելու համար իսլամ չլալն է եղած է ոչ միայն հայ եկեղեցու խնդիրը այլ բոլոր այլ քրիստոնյա եկեղեցի ես Զակոբով դիպայնալով մենք 12 դարբեր եկեղեցիներ ունենք Լիբանանի մեջ պաշտոնական որոնց մեջ երկուքը հայկական են հայ արաքելական ու հայ կաթոլիկ են իսկ ավետարանականները մեկ կհամարվին ուրեմն ասեն մեզ այդ 9 եւս եկեղեցիներ կան գաթողիկ եւ ուղղափառ եւ մեզի պես ոչ քաղաքական ուղղության եւ մենք բոլորս գարես այդ հարցերը մեզի այնքան չեն ալեգոծած բեջերը որ օրինակ գելեն Եվրոպայի մեջ որ վերջերս նույնիսկ բանի հարց եղավ չէ բաբը եկեղեցին հերացուց որոշակի խմբակը որոնք թեմային Վատիկանի վերջին դիեզերական ժողովի որոշումներուն մեր եկեղեցի մեջ այդ հարցերը քոյություն չունին փարոյականության հարցերը կտեսնեք որ բարձ կորզածեն բայց շատ ծիծաղելի վիճակի մեջ դրած են մեր գրոնական բարձրաստիճան տասի շատ ներկայացուցիչներ լավաշ հարցերը պետք է լուծվին որպես եկեղեցին վարգը անալա այս ամբողջ խնդիրներ են եւ անգախ բերության ղեկավար են անգախ բերության ղեկավարը գհամփուրե օրվա գաթողիկոսին կամ գուզե հերացնել եկեղեցին ինքը պետք է գիտակցի որ մենք իսկապես 21-րդ դարու եկեղեցի ըլլալու խնդիր ունենք Գարավարությունը եւս պետք է նաեւ հասկանա որ եկեղեցի իր քրբանը չի գնարել չեմ ասում պետք է հագատրվի բայց այստեղ պետք է շատ հստակ
պայմաններ գտնվին, որ եկեղեցին ղարքավիճակը ինչ է։ Եկեղեցին չի գնար սովորական գազագերբության պես, որտեղ մենք իրեն պատմական օրին որոշակի մենաշնորհված ենք։ Չէ՞։ Եթե գուսակցությունը չես իրեր, գերտես նոր գուսակցությունը կփանաս։ Արկելքը չի գա։ Ամերիկայի մեջ այդպես է։ Ամերիկայի մեջ իրնաս եթե այսօր նոր եկեղեցին ստեղծել գարավարտյան քրեդի հոգը չէ։ Դերևս ընդունել համար որոշ պայմաններ կան եւ այլն եւ այլն։ Գերմանիայի մեջ դայներներ որ սայենտոլոգին եկեղեցի չէին ընդունել, երևի թադարանի մեջ բաժաններ ունեն։ Բայց օրինակ Ամերիկայի մեջ չի գա որ այսինչ եկեղեցին քերիվեր է կամ անպայմանորեն պետք է եկեղեցին համար կարևոր է, բայց կարևոր չէ որ ցերնատրության շարունակականություն լա։ Երբ որ դու արաբելությունները ունիս, այդօր հետ ուքան նաև որոշակի բարդականություններ։ Եվ այդ բարդականությունները առաջին հերթին թուն պիտի լուծես։ Ես ուսուցիչի ղարքավիճակ ես ելնելով, չէ՞, ես պետք է այնքան որովհետեւ լավ ուսուցիչ լամ, դասարանի բոլոր աշակերտները փորձեմ հնարավորինս հավասար նայել, կամ նույն չափանիշով արժևորել բոլորը։ Եվ իմ դեսագետս բարդացիր չնել, եթե իմ ասածից համաձայն չես, ցկե դուրս ելիր, ես իրավունք չունիմ ասելու։ Եվ համասարանական ավանդույթներով, օրենքներով իրավունք չունիմ ադիգա ասելու։ Եկեղեցին պետք է այդ հարցերուն լուծք գտնել։ Թյուրին խորտ չէ, մենք աշխարհով մեկ սփռված գառույց մնե, ամենահին հայկական գառույցն է, ամենաշարունակական հայկական գառույցն է, եւ միակն է որ պետք է ամենտեղ գա։ Ունի արաբելությունները։ Ավելի երկարագյաց է ըստ պայմաններով, քան ասենք քաղաքական եւ մշակութային գազագերբությունները։ Ուրեմն պետք է շատ ավելի ֆլեքսիբլ լա, հարմարող լա, բացաշրջեցնող լա ինքնինքը եւ այդօր համար լուրջ քննարկումներ պետք է լան։ Պետք է լուրջ մտածենք, որ ինչպես մենք կառնանք ավելի արժեքավոր հայեր ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ։ Ես անոնցում եմ, որ եթե խնդիրը գուսակրոնությունը վերացնելն է, քննարկենք։ Գերնա ուրիշ հարց լալ քահանաներու թերը լայնցնել եկեղեցու մեջ, չէ՞, եւ վարդապետներուն թերը փոքրացնել մասնակի դասված եւ վարչական արգելք չլա քահանաներուն բարձրանալու։ Եթե պետք է հասկանալսած եմ հոգեվորականել դեսկը, հակուստը, բանը եւ այլն փոփոխության ենթարկել եւ այլն, այս ամբողջը անհրաժեշտ են, որովհետեւ մեզի գենսունակ եկեղեցի պետք է։ Ասի անգախ Հայաստանի օրվա իշխանության ղեկավար։ Հիմա որ հարց կա, դա չենք շղթել, որ գա հարցեր, լուրջ հարցեր, դա իր առանցին քննարկումը պետք ունի այս բարակային եկեղեցի հայաստանյան գառույցին եւ Հայաստանի պետության միջը։ Եկեղեցին այսօր Էջմիածինը ունի ներկայություն բազմաթիվ այլ երկրներում, եւ անոնք եւս հավասարապես նույն եկեղեցու զավակներն են, Էջմիածինի բեհապարը բոլորին բեհապարն է, անգախ դա անց ուր գաբրի։ Բայց ադոր խնդիրները, եթե Ամերիկա գաբրից դարբեր խնդիրներ են, եւ ասենք եկեղեցի խնդիրները Հայաստանի մեջ, որ օրվա իշխանության հետ հագացության մեջ է, ուրիշ խնդիր է։ Ադոր համար լուծումները շատ մեկ միասնական ընդանուր հովանոցի դակ ամեն մեկ բարակային կարևոր պետք է լա։ Այս երևույթը, որ Հայաստանի կառավարության մեջ երբեմն գտեսնեմ, որ եկեղեցին պետք է գծորդը լա պետության, որոշ քննարկումներ գտած ատմեղացան կդալ, պետք է քիչ մսկուշն լա։ Եվ չմոռնանք եկեղեցին աստվածային թերը։ Եթե քրիստոնյա ենք, պիտի հավատանք, որ գա տրախտուտրող։ Եթե քրիստոնյա ենք, պիտի հավատանք, որ գա վերջին Դադաստան։ Եվ եթե քրիստոնյա ենք, պետք է պատրաստվենք այդ վերջին Դադաստանին։ Եվ եկեղեցու թերը առաջին հերթին մեզ on պատրաստելն է։ Վերջավորության ես չեմ կարծել, որ երբ որ Աստուծո արժեք կանգնենք վերջին Դադաստանին, մեզ պիտի հարցնե Արցախի մասին, մեզ պիտի հարցնե, չեմ գիտեմ չի մասին, մեզ պիտի հարցնե, որ դու աղքատին օգնեցիր, ձեր անձին օգնեցիր, այդ մասը չմոռնանք, որ այդ եւս շատ կարեւոր առաքելություն է եկեղեցու բարակային։ Այսինքն մենք լայն քննարկումներով թուր բանալու անհրաժեշտություն ունենք, դժբախտաբար ներեք գրողություն մի դելա, չունենք այդ հոգեվորականները, քոն այդ հոգեվորականներու խումբը, որ ադիգը քիդակցի եւ գնահատերնի այսպիսի կոնցենտրացիա։ Այսինքն կոնցենտրացիա դեպի Վատիկանի երկրորդ դիեզերական ժողովը 10-20 տարի դեպի։ Այսինքն ասկային եկեղեցական ժողով, որ մենք կսենք 3 օր հավաքենք մարդ կդնենք, ասենք հարցեր չի գնար լուծել։ Արավելակույնը գնա մեկնար գտալ հարցիմը եւ դարիներ հետո կա եւ հաստատե ստեղծված դարբեր հանձնախումբերու կորցկագազմի լուծումը։ Ադիգա է որ կարծեմ շատ անհրաժեշտ է։ Եկեղեցին ինքը պետք է ունենա իր
փիլիսոփայությունը, իր աստվածապանությունը ինչպես վերաբերվել Բեդությաններուն հետ առհասարակ եւ այսպես կոչված ասկային Հայաստանի Բեդության հետ, որովհետեւ ես որ գետրոնադերին նաեւ Էջմիածին Հայաստանի մեջ է, որ բավականին լայնցով հայ արաքելականներ միասին Գաբրին եւ այլն, բայց անգեզատ եթե դու Մոսկվա գաբրիս կամ Սաո Պաուլո գաբրիս նույնչափ հայ արաքելական ես, ինչքան Երևանի գետրոնի մեջ ապրողը, ասալ պետք չէ մորցվի։ Այսինքն շատ բարդ իրավիճակ մնե, որ անցյալ դարվա այս ամբողջ քաղաքական բանավեճը ի վերջո զիս շատ ջնջիչ բան կորցավ, որտեղ երբ որ որակը տեսա։ Եվ հարցակումներուն, եւ նույնչափ պաշտպաններուն։ Պաշտպանները կպաշտպանեն միան քաղաքական ասույթին համար անգի անտին ուրիշ հարց գարձես չգար մեր եկեղեցու, ոչ որ եկեղեցի խնդիրները ինչ որ անցյալի խնդիր է, բայց անիկա մեկ խնդիր է, դեռևս կարևոր խնդիրներ են մեկն է, բայց միակ խնդիրը չէ եւ շատ այլ կարևոր խնդիրներ կան։ Ես բաց գադագոմը վերջացնենք։ Առաջին անգամ Ամերիկա կացի մոտ 20 տարի առաջ կանաները մեգուն է խոսել, որ դակամին թե ծառայության մեջ է։ Սա որ օրմը իր ձխագանները մեկը հայ իր շունը կբերե եւ գսե դեր հայր շունս գորնես կանան ասե որ չեմ գիտեր իրավունք ունիմ օրնելու թե չունիմ օրնելու որ մեր եկեղեցին չունի կապար որ անասունները շուն չեն օրնանքի արիպի ուրիշ եկեղեցի քննարկած են այս հարցը եւ գսե գիտես ինչի վերջավորության ինչ երիկ դեր էր, սա որ մարդունսի պրնես աշունըտ ծերկըտ և օրնանքի աղոտ կհսի։ Հիմա աստված թող որոշ այդ օրնությունը միայն իրան կնած, թե նաև շան վրա կնած։ Գրնա ալար որ ձիձաղելի բատմություն է, բայց շատ կարևոր բատմություն է։ Երդասար միջին դարիքի կհաննամն էր, որոշակի դարերով փորձառությամբ, հանգարց մի անգամ են գուկաբայման, որ շատ նորմալ է իր ապրած երկրի Ամերիկայի այլ եկեղեցիներում մեջ։ Ինքը մեր եկեղեցին, հայկական արաքելական եկեղեցին չունի այսպիսի հարցի շուրջ հստակ դիրքորոշում։ Օրինակ լսած եմ մենք շատ հաճախ գխախտենք դիրքորոշումը օրինական բսակեն չծնած օրինական ոչ օրինական բսակեն ծնած բզդիկներ մգրդելով։ Օրենքով պետք չէ մգրդենք, բայց ինչ որտեղ աչք կոծենք եւ այլն եւ այլն։ Այս հարցերը ինչու աչք կոծենք, քննարկենք իրականությունն այն, տեսնենք եկեղեցին ինչպես կրնա բարելավել։ Անգերցելանք նաև որ չենք կրնալ լուծել, ուսուցիչներուն բան մգա, եթե նույն ուսուցիչներ օրինակ բերեմ, եթե դու բարդականությունը մի դաս ուսանողին, որ հետո մի չի գնաս իրեն բարդատրել, որ ադիգա ընե, եւ հետո յազի չսախոցնես դարբեր պատճառներով, մի դրա բարդականություն։ Ես շատ բաներ փորձած եմ, տեսած եմ աշակերտները պիտի չնեն, իցեմ որ լավ, հիմա ես ինձնս չխապեմ, նոր ինտերնետի աս հմդությունները սորվելով ասկա ժամանակ պիտի չանցնե, պիտի երտատ բարը տնե որոնման ոևե սարքի մեջ և ինչ որ անդեղեն եկավ պիտի դա առանց որ յանքի մեջ օրմը կիրքի ինդեքսը կամ պարացանգը օգտագործելու ծև սորվի։ Նույն բարակային ես կարծեմ որ մեր եկեղեցվող խնդիրն է։ Ես հույս չունիմ, որ ինչ որ գուզեմ պիտի ըլլա, այսինքն դասնամյակ 5 մամուլ եւ շատ կարծամ դասնամյակների վերաս հարցերը մեր մամուլի մեջ գելեն։ Բայց մենք դեռ լուրջ կանոնացություն չգրցանք քրել, այս չգրցանք գնել, որ ցույց կտա, որ մեր եկեղեցին այսպես կարելի ավանտույթի ուժով առաջ կացող գազագերբությունը եւ երբեք չունի այն լրջությունը, որ ունի օրինակ կաթոլիկ եկեղեցին։ Զուտ դիսագադարության սահմաններում մեջ մնաց։ Ըստ էության այո եւ դեռ անալ հարցը որ դիսագադարության աստվածապանական կողմը մենք հասկանանք թե ոչ։ Իշկադագով գսեմ երբ որ ընտանիքի մեջ բզդիկ մգա երկու բան կա որ պիտի անենք, չէ՞։ Մեկը գրունքն է, մեկը Ադամ Հադիգն է, կամ ինչ ասում ենք, ասենք բերուտ մեջ Հադիգ առանց Ադամի։ Եվ նույն խանդավառությամբ կնենք երկուքը, չէ՞, ամեն մարդ դրած է, ինձի արած են, ասկե դայներ առաջ։ Բայց գիտակցի որ մեկը գրոնական բարդականություն է, էական բարդականություն, 7 խորհուրդներն մեկն է, եւ մյուսը ոչ մեկ գրոնական բան խնդիր ունի։ Մենք նույն խանդավառությամբ կնենք իրար հետ հավաքվելու, ուրախանալու, ուդելու, նվեր փոխանակելու վիճակի վերածած ենք։ Այսօր այլագերբության դոնի իրար վրա չուրտապելու համար է, չէ՞։ Արաբները օրինակի համար Լիբանանի մեջ իրար վրա չուր չեն տապել, եւ դոնը գդոնեն։ Դիարնան տարածին
չեն ցածկեր գրագին վրա, բայց դոնը իրենց օրբանի մեջ կա։ Այսինքն չեմ ասել սևերը պետք չէ, լիբերանցի մանրիկներ ունին սովորություններ, որ մենք չունենք, ինչ որ դոնի հետ կապված։ Դարբեր եկել ունեն ամանքներ, բայց հարցին գրոնական էյության կողմը պետք չէ մոռնանք։ Ես այդ վախը ունեմ, որ մենք կմոռնանք։ Ես շատ ուրախ եմ, որ շատ կարևոր երբով կհարցաբնթվին քաղաքական ղեկավարները, սանրության, նույնիսկ երբ որ կխախտեն եւ գտնան, որ անցնի առայժմ եւ չբաճվի, այն երևույթը, որ մենք օրագարկի վրա կտնենք, որ նախագահը, վարչապետը, նախարարը, պատգամավորը այս պետք է խստորեն ենթարկվի սանրության օրենքներուն, այս անգծաղենք զիրենք, երբ որ չեն ենթարկվի կամ գշահակորձեն pedagogan իրենց պաշտոնը եւ Adică când huisul lor abacăin de la viceagă parlavi. Este că zămă nu ți-o hăsta bahanș pe el. Boç mi îngrona gană, me yegetso eyutian masin. Nu ne dailer araçlıyışım ter bohçer. Okelus zare arkeviskopos Aznaburian vor Antiliasi ամենա զարգացած, ամենահեղինակավոր հոգեբորականները մեկը որ կաթոլիկոսի աթորին չհասավ։ Եվ զինք հրավիրած էին համասարանական ուսանողական միություն, ես այդ դարիքս փոքր 20 տարի բادمություն եմ բادمեմ։ Եվ խոսքը արհեստական բիժումի մասին է։ Սրբազանը եկավ մեր լայն գարտած հոգեբորականները մեկն է, լավակույնները մեկն է։ Գարտած միջած օրենքները, որ միջնադարին ավանդված են մեզի, որ իհարկե թեմ է առաջ բաժը։ Ու վերջավորության բացատրություն մտա, որ ասինչ բահեն հետո արդեն կյանք է եւ մենք իրավունք չունենք։ Երդասարդ բժիշկները ասին որ մենք այսպեսի թեղեր դարաշարգենք, որ սրբազան ասցերիսադի մեջ պրոբլեմատիկ է։ Գալսին թեղ որ մենք բդրավորված բանին բադին չմնալու եւ դուրս ելնելու համար թեղ է։ Ըստ էության այնտեղ կյանք գա, բայց շատ գարտ, շատ մեկ կամ երկու օր հետո արդեն, եւ չեն գսկար որ դա շատ փոքր է։ Սրբազան շատ ամիացած։ Ցույց տվիկ որ սա մեր եկեղեցին ինչքան այս հարցեր հերու մնացած։ Մենք քանի բժիշկ ունենք մեր եկեղեցու անդամ, հազարներով, չէ՞, հազարավոր հայ բժիշկներ կան։ Մեր եկեղեցին չի գնա ասել որ այս հարցին շուրջ մի հատ բացատրեցեք եւ մենք ինչ պիտի պատասխանենք։ Դե մենք գցենք ժողովրդին խրջին ու վերջ։ Այսինքն այս հարցերը պետք է քննարկենք։ Եթե ժողովրդի խրջին պետք է ցույցենք, ադոր աստվածաբանական պատճառը պետք է լա։ Պետք է պատճառը որ ինչու ուսի եկեղեցիները չեն սկեր ժողովրդի խրջին, բայց մենք գցենք եւ մենք պետք է կարողանանք այն օր պատասխանանալ, որ որևէ միջեկեցական ժողովի ժամանակ դառնանք պաշտպանեն։ Այսինքն այդ իմաստով գսեմ այն լրջությամբ որ ուրախ եմ որ մենք գարնենք որ pedagogan իշխանավորներու քննությունը պետք է նաև մեր կյանքի այլ բնակավարները աստեղ հարցում եկեղեցու մասին օնոր եկեղեցին ընդունենք ամենաշարունակական հայկական գազམ་ակերպություն։ Շատ շնորհակալ եմ այս բոլոր լուսաբանություններուն համար շատ հաճելի զրույցեր եւ կարեւոր թեմաներու շուրջ մեր այսօրվա իրականության օգտակար եղող Դες ու միջև հաջորդ անտիգում